Երեքը մեր ավականու ցուցակից են, մնացածին ես չեմ ճանաչում, ես շփման մեջ չեմ, գիտեմ, որ 2 կամ 3 հոգի են։ Հա, 5 մեղադրյալ, որից ես ճանաչում եմ 3-ին։ Դավթյան Արմենը, Գևորգյան Տիգրանը եւ Գևորգյան Կարենը։ Իրենք են, այո, իրենք են տները խուզարկել են, տարել են հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ հարցաքննություն է իրականացվել, չէ, Տիգրանին չեն տարել են Կարենին ու Արմենին, բայց Տիգրանից տունն են խուզարկության ենթարկել, երևի թե ինչ որ բաներ են մանեկել, չեն կարողացել գտնել, չեն տարել Տիգրանին։ Ինչ որ ընտրակ կաշառք առաջարկելու ընտրության ընթացքը խախտելու sense ինչ որ քրեական գործ է, անկեղծ ասած քրեական գործին ես ինքս լավ ծանոթ չեմ, որ փաստաբաններն են զբաղվում դրանով, փաստաբանները հայտարարությամբ հանդես կգան, բայց վստահ եմ, որ զավեշտի աստիճան է լինելու ամեն ինչ, պարզապես զավեշտի։ Իսկ իրենց ասելով երբ են այդ կաշառք բաժանել եւ այլն, երբ է դա արվել ըստ իրավապահների։ Ինձ թվում է դա քրեական գործով ավելի շատ կերևա, չեմ տիրապետում, բայց նման բան իհարկե չի կարող լինել, ինչ կաշառքի մասին է ընդհանրապես խոսքը։ Բայց դե գնահատական է, եթե ասեք, ըստ ձեզ ինչու է սա արվում, դուք համարում եք, որ այստեղ կա քաղաքական ուղղորդում, ինչ նպատակով, ինչ են ուզում այս փուլում։ Սա ուղիղ քաղաքական ուղղորդում է, ուղիղ, ես ասում եմ, իրենք չեն կարող վաղար շաբաթում իրենք լինելով միանձնյա իշխանության չեն կարողանում հիմա համակերպվել, որ կա մարդիկ, կա թիմ, ով ասելիք ուներ վաղար շաբաթում ու 10,000-ից ավել ձայն է հավաքել, մոտ 32,000։ Իրենք նաև վտանգ են տեսնում, որ 5 ամիս հետո ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այս համայնքում կան հետևյալ թիմն ունեցող, այսքան ձայն ունեցող ընդդիմադիրներ, որը իրենց շատ մեծ, այսինքն իրենք դրանից վնաս են տեսնում, դրա համար փորձում են, այսպես ասած, քրեական գործերով այս ընթացքում փորձելու են մեր թիմի անդամներին փորձել ընկճել, փորձել նեղել քրեական գործերով, որ կարողանան թիմը պառակտել, բայց դա թիմը այնքան մեծ է, որ չի ստացվել։